Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, այսօր ապրիլի 25-ն է օրը ուրբաթ, սարսափելի պիկ, աժոտաժ, խցանումներ, անասելի խցանումներ, երևի թե եղանակի պատճառով, որովհետև ամբողջ քաղաքում անձրևային եղանակ է, բայց հոգ չէ, աշխատանքային շաբաթն ամփոփում ենք հետաքրքիր հյուրաշատ ու հագեցած եթերային ընթացքով, սկսում ենք մեր օրը ինչպես միշտ դրական լուսավոր ժպիտներով եւ շտապենք ձեզ տեղեկացնել, որ այսօր սովորական օր չէ, այսօր ծնվել է մեր շատ սիրելի ռեժիսոր Լևոնը, շնորհավորում ենք նրան ծննդյան օրվա առթիվ, ցանկանում բազում հաջողություններ, ձեռքբերումներ, կրեատիվ մտքեր, միշտ Նաս այդքան կրեատիվ, լեցուն, հումորով եւ իհարկե ժպիտով։ Այո, Լևոն Բարտիկյան, առողջ լինես, անհոգ եւ քո գեղեցիկ ընտանիքի հետ երկար հետաքրքիր կյանք ունենաս։ Մեր բոլորի ամենաջերմ մաղթանքները քեզ։ Մինչ օրվա թեմաների մասին խոսելը, սիրելի հեռուստադիտողներ, պետք է անպայման անդրադառնալ նախաճաշին։ Անպայման։ Այն էլ համեղ նախաճաշին, չէ՞։ Այո, հատկապես Սաթենիկի թեթև դերան։ Այո, գունեղ նախաճաշի մասին, մինչ իհարկե Սաթին անդրադառնալը ներկայացնենք մեր համեղ գործընկերոջը Դարոյինք ընկերությանը, որը հայկական շուկայում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող լավագույն ընկերություններից մեկն է։ Եվ շուրջ 27 տարի է ինչ սպառողին ներկայացնում է ավելին քան 200 անուն քաղցրավենիք։ Դարոյինքի արտադրանքը հիմնված է բացառապես բարձր որակի ապահովման եւ համի պահպանման վրա։ Ընկերության արտադրած քաղցր ձողիկները շատերի մանկության անբաժանելի մասն են կազմում։ Իսկ այ արդյոք հերոսը Դենին դարձել է ընկերության խորհրդանիշներից մեկը։ Ուրախությամբ տեղեկացնենք, որ Դարոյինք ընկերությունը Դենի ապրանքանիշով նոր շարք է ներկայացնում։ Այն ներառում է շոկոլադապատ սնկիկներ, կրուասաններ, բիսկվիտներ եւ կեքսեր, որոնք իրենց համով, բարձր որակով եւ գեղեցիկ փաթեթավորմամբ նպատակ ունեն շարունակելու բրենդի հարուստ պատմությունը։ Ի ուրախություն ծնողների Դենի տեսականին իդեալական տարբերակ է երեխաների դպրոցական ընդմիջումների, լանչերի, ընկերներին հյուրասիրելու եւ պարզապես համեղ պահերի համար։ Եվ այսպես, սիրելի հեռուստադիտողներ, միանշանակ վստահ ենք, որ տիրապետում եք անցնող իրադարձություններին, հատկապես համաշխարհային, անցող շաբաթը աշխարհի ուշադրությունը սևեռված էր դեպի Վատիկան։ Ապրիլի 21-ին առավոտյան 88 տարեկանում մահացավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Նա մահկանացուն կնքեց Վատիկանի Կազա Սանտա Մարտա կեցավայրում։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան բոթը լսելուց հետո մարդիկ հավաքվում էին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։ Վատիկանում 9-օրյա սուգ հայտարարվեց։ Մահից հետո հայտնի դարձավ նաև կտակի բովանդակությունը։ Ֆրանցիսկոսն իր կտակում հաստատել է ոչ թե Վատիկանում, այլ Հռոմի Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկայում ուղարկավորելու իր ցանկությունը։ Նա կտակում նշել է, որ իր գերեզմանը պետք է լինի պարզ առանց շքեղ հարդարանքի, ինչպես ասվում է պապի կտակում, նա միշտ իր կյանքը, ինչպես նաև իր քահանայական եւ եպիսկոպոսական ծառայությունը վստահել է Աստվածամորը եւ կցանկանար, որ իր վերջին երկրային ճանապարհորդությունը ավարտվեր այս բազիլիկայում, որտեղ նա գալիս էր աղոթելու յուրաքանչյուր առաքելական այցելության սկզբին եւ ավարտին։ Ես խնդրում եմ, որ իմ աճյունը հանգչի Սանտա Մարիա Մաջիորեի պապական բազիլիկում, սպասելով հարության օրվան, սա գրված է փաստաթղթում։ Այո, գերեզմանը պետք է լինի պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի եւ միայն մեկ գրությամբ՝ Ֆրանցիսկոս, ասվում է կտակում, որը հրապարակվել է Վատիկանի մամուլի ծառայությունը։ Մեզ համար Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առանձնացավ Հայաստան կատարած իր այցով։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2016 թվականին հունիսի 24-ին գալիս են որպես ուխտագնաց ուղերձով եկավ Հայաստան։ Այս առաջին քրիստոնյա երկիր կարգախոսը ամենուրեք էր։ Մեր էկրաններին այսպայն էլ կադրը, որտեղ նա ժամանել է Երևան, Հայաստան։ Երրորդյա այցով Հայաստանում գտնվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հանդիպեց հայ առաքելական եկեղեցու պատվիրակությունների հետ։ Հունիսի 25-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությամբ տեղի ունեցավ էկումենիկ արարողություն, հնչեց խաղաղության աղոթք։ Այո, հունիսի 26-ին էլ առավոտյան Հռոմի պապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա գտնվեց Կիրակնորյա պատարագին, որը մատուցեց Գարեգին II կաթողիկոսը։ Հայաստանում այցի ընթացքում պապն այցելել
գրել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ բարդեր դրել հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի անմար կրակի մոտ, եղել է նաև Հայաստանի երկրորդ մայրաքաղաքում, հայրաքաղաքում, Գյումրիում։ Այդ օրերին աշխարհը խոսեց հայերի, Հայաստանի, հայոց ցեղասպանության մասին եւ սա իրավամբ պատմական ու շատ չափազանց կասեի կարևոր իրադարձություն էր քրիստոնյա աշխարհի համար։ Ռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունը կկայանա վաղը, ապրիլի 26-ին, ցավոք մենք չենք կարող ներկա գտնվել։ Տեղական ժամանակով ժամը 10:00-ին, այո, բայց խոնար, քաջ ու բարի Հռոմի Պապը վստահաբար կհիշվի ամբողջ աշխարհում դեռ շատ երկար։ Այո։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, ահա այսպիսին էին Վատիկանում եւ տեղի ունեցող իրադարձությունները, հատկապես Պապի կտակը, բայց մենք անցնում ենք մեր բովանդակությանը եւ պատմում հետաքրքիր թեմաների մասին։ Նախ տաղավարում կհյուրընկալենք կենսաբանական գիտությունների տեխնացու Դոնարա Կոստանդյանին, ով ամեն ինչ գիտի բույսերի մասին, բոլոր հնարավոր ու անհնար տեղեկությունները, խնամքի ճիշտ կանոնները, նշանակությունը, մի խոսքով ամեն ինչ։ Դրանում կհամոզվեք նաեւ դուք զրույցի ընթացքում։ Այո, վստահաբար շատ պետք է գալու մանավանդ բույսասերներին, ովքեր տան ունեն բույսեր։ Այնուհետև խոսելու ենք պարի մասին։ Պարի միջազգային օրվան ընթառաջ տաղավարում կհյուրընկալենք Force Պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավարին եւ նրա հետ կզրուցենք ինչպես օրվա նշանակության, այնպես էլ պարային հետաքրքիր բեմադրությունների, խմբի հոբելյանական տարվա միջոցառումների նախապատրաստական աշխատանքների եւ առաջիկա ելույթների մասին։ Նաև այս տարի լրանում է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 75-ամյակը։ Հոբելյանական տարին լինելու է բեղուն, հագեցած մշակութային միջոցառումներով եւ կարևոր նշանակալի համերգներով։ Սպասվող բոլոր նորությունների մասին կպատմեն մեր հյուրերը։ Այսքանով մեր հագեցած եթերը չի ավարտվում։ Մենք նաև անդրադառնալու ենք Ծաղկունք միջազգային 7-րդ փառատոնին, որի իսկական տոն կդառնա Պարի սիրահարների համար։ Վստահաբար վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իսկական պարային հրավառություն է լինելու եւ այդ ամենից առաջ հետաքրքիր մանրամասներ կներկայացնեն մեր հյուրերը։ Այո, դե եթերի ընթացքում կհասցնենք թերթել մեր մշտական էջերը, կմարզվենք, կլսենք Կոմիտաս վարդապետի կյանքի հուզիչ պատմություններն ու կպարզենք օրվա բաղադրատոմսը։ Ավանդույթի համաձայն այսօր էլ Դա Վինչի սուշի շեֆ խոհարար Անդրանիկ Բաղդասարյանը մեզ հետ կլինի, Սաթենիկի հետ միասին շատ համեղ եւ յուրահատուկ սուշիներ կպատրաստեն։ Այո, այսօր եթերից հետո մենք համտեսելու ենք թարմ համեղ սուշիներ, բայց իհարկե մինչ նրանց ողջունելը պատմենք մեր համեղ գործընկերոջ մասին։ Սիրով ցանկանում ենք ձեզ ներկայացնել մեր համեղ գործընկերոջ Աթենք Մուսամթերքի ընկերությունը, որը ոլորտի բացարձակ առաջատարն է։ Արդեն 3 տասնամյակից ավել ընկերությունը բազմաթիվ ընտանիքների առօրյայի մի մասն է դարձել եւ հաստատուն քայլերով զարգացնում է հայաստանյան սննդամթերքի շուկան։ Որպես օրվա լավագույն սկիզբ եւ հագեցնող նախաճաշ առաջարկում ենք օրը սկսել Աթենքի սարդելկաներով, որոնք սննդարար են, համեղ, պատրաստված են բացառապես հատնտիր մսակտորներից։ Աթենքի սարդելկաները յուրաքանչյուր հավաքույթ, ընդմիջում կամ ընթրիք կդարձնեն առավել համեղ։ Եվ չնայած նրան, որ սարդելկան ստեղծվել է 19-րդ դարում Գերմանիայում որպես արագ սննդի լուծում, այսօր Աթենքը այդ գաղափարը հասցնում է մի նոր մակարդակի, ավելացնելով ինքնատիպ համեր, հատուկ ընտրված բաղադրիչներ, անսահման սեր եւ իհարկե հոգատարություն։ Դարձրեք ձեր օրը Աթենքի հետ ավելի համեղ եւ հաշված րոպեներում ամենակարևորը։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, ինչպես միշտ յուրաքանչյուր համեղ գործընկերոջից հետո քայլ առ քայլ տեղափոխվում ենք խոհանոց, որտեղ գործընկերոջ մոտ, այս պարագայում գործընկերների մոտ։ Այնտեղ համային հրավառություններ են եւ Սաթենիկն ու Անդրանիկը ավելի կմանրամասնեն։ Բարի առավոտ, սիրելի գործընկերներ։ Բարի լույս։ Բարի առավոտ Արման Անահիտ, բարի լույս Անդրանիկ, բարի լույս հավատարիմ հեռուստադիտողներ, ուրբաթ է, այո, հրավառություն է մեզ մոտ, բարձր տրամադրություն, որովհետեւ մենք վայելելու ենք սուշի։ Շնորհակալություն։ Անդրանիկ, որ դուք կաք, որ ամեն ուրբաթ գալիս եք այստեղ համեղ սուշիներ եք առաջարկում, իսկ համեղ սուշիները, որը մենք այստեղ պատրաստելու ենք, դուք սիրելի հավատարիմ հեռուստադիտողներ 060 50 50 56 հեռախոսահամարով կարող եք զանգահարել, դուք էլ մեզ հետ զուգահեռ վայելել։ Անդրանիկ, ինչպես եք։ Լավ, դուք ինչպես եք։ Խցանումներից ոնց եք դուրս եկել եւ եկել մեզ մոտ հասել ճիշտ ժամանակին։ Բայց հասանք ճիշտ Մի քիչ ժամանակին։ շուտ եք դուրս եկել։ Խորհուրդ տանք հեռուստադիտողներին մի փոքր շուտ դուրս գան, որպեսզի չընկնեն խցանումների մեջ, ներքին այդ ներդաշնակությունը չկորցնեն, որովհետև անընդհատ նյարդայինան մեծ ճանապարհին։ Ինչ ենք պատրաստելու։ Այսօր ինչ ենք վայելելու։ Այսօր էլի նորույթ է, ինչպես միշտ մենյուն շուտ թարմացնում ենք, սաղմոնով սեթում ենք լրիվ նոր մենյու, մի քանի օր է ինչ գործում է, բոլոր ռոլերը սաղմոնով են պատրաստվում։ Շատ բարի։ Մենք իհարկե անդրադարձ կատարենք բաղադրիչների պատրաստման ընթացքին մեզ հարկավոր է, ես արդեն գիտեմ ինչ է հարկավոր, նորից ասեք ինչ է Կակաչի սեր, մակ,
Ահա, կակա չէ հարկավոր։ Դե մենք հիշում ենք, որ մեր հավատարիմ գործընկերը Tonia's Family Company-ն առաջարկում է բազմազան յուրօրինակ համեմունքներ, որոնց շարքում նաև կա մակ, որը ես բաց եմ անելու 1, 2, 3-ը կվերցնեմ, եթե անհրաժեշտություն լինի, ամբողջ տուփը մեզ մոտ էստեղ կա, օգտագործելու են։ Դե եթե ասում ենք Tonia's Family Company, ասում ենք բազմազան յուրօրինակ համեմունքներ եւ ասում ենք ամբողջ տեսականին, հենց այս պահին ձեր էկրաններին կլինի, ես էլ ամբողջությամբ կլցնեմ այստեղ։ Հարգելի հեռուստադիտողներ, շուրջ 20 տարի Tonia's Family Company Zolotoye Tiesto ապրանքանիշի մշտապես թարմացվող տեսականին, յուրահատուկ դիզայնը, հարմարավետ ու ժամանակակից փաթեթավորումը դարձնում են Zolotoye Tiesto ապրանքանիշը ոչ միայն հուսալի ընտրություն, այլ կատարյալ լուծում յուրաքանչյուր խոհանոցում, ցանկացած ուտեստի համար։ Հա, չմոռանամ ասել, որ արդեն հասանելի են Մասիս ապրանքանիշի կրուպեղենը, ուրախությամբ նշեմ, եւ մեր հեռուստադիտողներին էլ շտապեմ ուրախացնել, որ արդեն իսկ վաճառվում է բոլորիս կողմից սիրված օգտակար քինոան, բացի այս նաեւ հրաշալի ակցիա է գործում, գնելով 1 տուփ չիայի սերմեր կստանաք նվեր 1 տուփ քինոա, սիրով նշեմ, որ առաջին անգամ շուկայում նոր առաջարկ Zolotoye Tiesto ապրանքանիշի շեֆ խոհարարների եւ բոլոր խոհանոցների համար հատուկ ճիշտ պահպանվող հերմետիկ զիփ փականներով 1 կիլոգրամանոց փաթեթներ, որոնք թույլ են տալիս չտեղափոխելով այլ տարաների մեջ պահպանել համն ու հոտը շատ երկար ժամանակ։ Դե, ինչը համեմունքների համար անփոխարինելի առավելություն է համարվում, սա իսկապես հրաշալի լուծում է խոհարարների համար։ Փաթեթները կարող եք գնել խանութներից կամ պատվիրել համագործակցություն զանգահարելով 099 99 04 66, երկրորդ հեռախոսահամարը 094 60 84 14 հեռախոսահամարով։ Դե ինչպես ես նշեցի, մակը բաց եմ անելու, այստեղ լցնելու եմ, որովհետև մեծ անհրաժեշտ է։ Ռոլը հենց այդպես էլ կոչվում է մակաո, միջուկում սաղմոնա, ինչպես սեթի մնացած բոլոր ռոլերի բաղադրիչներում։ Հենց մակի անունով էլ ռոլի անունը։ Հա, շարունակեք։ Հենց մակի անունով էլ ռոլի անունը անվանել ենք։ Ահա։ Շտապում էի, մտածում էի գուցե մի քանի տուփել է հարկավոր բացել, բայց արդեն Անդրանիկը ինձ կասի, անհրաժեշտությունը կա, թե ոչ։ Չէ, մի հատ կան։ Բավական է։ Անդրանիկ, թույլ տուր ներկայացնեմ նաև մեր մյուս գործընկերոջը, հեռուստադիտողները այս պահին թեյը կամ սուրճը իրենց նախընտրած, իրենց ձեռքին են, նստած սպասում են։ Ես առաջարկում եմ մեր գործընկերոջ կողմից քաղցրավենիքներ, որոնցով կարող եք սուրճը եւ թեյը վայելել, խոսքը Դարոյինքի մասին է։ Մեր էկրաններին է։ Շարունակելով արտադրական ակտիվ գործունեությունը, Դարոյինքի սիրելի քաղցրավենիքները վերադարձել են նոր տեսքով, խրթխրտան, շատ համեղ, շոկոլադե, կիտրոնի, շոկոլադի եւ պնդուկի, կատնաշոկոլադային եւ կաթնային վաֆլիները, ինչպես նաեւ թարմ քաղցրաբլիթները այժմ ավելի գեղեցիկ, հարմար փաթեթավորմամբ ձեր եւ ձեր երեխաների համար։ Իսկ առաջարկվող համային լայն տեսականին կամբողջացնի ընտանեկան ընկերական երեկոները, լցնելով դրանք քաղցրությամբ, ջերմությամբ։ Նշենք նաև, որ տեսականին առկա է բոլոր վաճառակետերում։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, ունենք ժամանակ, ինչպես հավատարիմ հեռուստադիտողները հասկացան, որ գերհագեցած է մեզ մոտ եթերը, բայց մենք հասնելու ենք համեղագույն, նրբագույն սուշիները վայելենք։ Անդրանիկ, ինչ ենք անելու։ Նայեք, սա թե իր մեջ 40 կտոր պլյուս բնականաբար նվեր պարունակում է, նվերը տեմպուրայի տեսքով է սաղմոնով։ Արդեն ինչպես նշեցի, սա 3 ռոլ։ Խրտան չգիտեմ, սպիտակ գնդիկներ եմ տեսնում։ Դա վաֆլու գնդիկներ են, մակաո ռոլի վրա կտեսնենք հիմա։ Մակաո ռոլի վրա ենք լցնելու։ Անցնում ենք աշխատանքի, արդեն որովհետև հաշված րոպեներ են հարկավոր, այստեղ տեսնում եմ նաև վարունգ եւ ավոկադո։ Վարունգ եւ ավոկադո ռոլերի միջուկում պարունակվում է։ Ահա, բոլոր եւ մակի եւ մակի միջուկում միայն ավոկադո, մնացածի միջուկում վարունգ էլ եւս կա։ Կարող եմ ինչ-որ բանով օգտակար լինել ձեզ։ Ավոկադոն կտրել ինչպես միշտ։ Սպասում էի ասել, չէ, Տաթենիկ ջան, ոչ, ես ամեն ինչ կայում միանգամից անցի աշխատանքի։ Անցելու համար հարկավոր է ձեռնոց, հարկավոր է գթալ եւ իհարկե հարկավոր է խոսքը փոխանցել գործընկերներին, ես ասեցի, չէ, որ գերհագեցած եթեր ունենք։ Արման Անահիտ, խոսքը ձերն է, մենք էլ արդեն ընթացքը տվել ենք սուշի պատրաստման։ Համեցեք։ Բարեկամություն, սիրելի գործընկերներ, դե ինչ մենք շարունակում ենք եթեր այս պահին գովազդ է, սիրելի հեռուստադիտողներ, գերհագեցած եթերն արժևում է, այնպես որ մնացեք մեզ հետ։ Բարի լույս, բարի առավոտ, եւ այսպես սկսենք մեր
Հագեցած եթերը, վերջապես մեկնարկ տանք մեր հյուրերին։ Յուրաքանչյուր բույս ունի իր նշանակությունը, խնամքի հատուկ ձևը, դա բոլորս գիտենք, նաև ունի իր սիմվոլիկան։ Բույսերն էլ մարդկանց կյանքում կարող են ունենալ առանձնահատուկ նշանակություն եւ պետք է նաև իմանալ, թե որ բույսը կարելի է պահել տանը եւ որը ոչ։ Մի խոսքով, բուսականության վերաբերող ամենահետաքրքիր եւ կարեւոր հարցերի շուրջ կզրուցենք մեր հյուրի հետ։ Եվ այսպես տաղավարում է կանաչ դրախտի գլխավոր ֆիտոդիզայներ, կենսաբանական գիտությունների թեկնածու Դոնարա Կոստանդյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Եվ շնորհակալ ենք, որ այս թարմությունը բերեցիք ձեզ հետ մեր տաղավար։ Մենք էլ բուսասեր ենք, վստահ ենք, որ հեռուստադիտողների ընդհանրապես հայը բուսասեր ազգ է եւ ես դա կխոսենք։ Դուք երևի ավելի շատ մասնագիտական ամեն դեպքում, բայց ես գիտեմ, որ տատիկներից եւ մեր մեծերը ամեն դեպքում շատ բուսասիրությունը վստահաբար եկել է իմ տատիկից, դա կարող եմ հաստատ ասել, դա ժառանգել է։ Եվ երևի թե ամեն մեկը, որ իր տատիկից կամ մայրիկից ժառանգի, այո, մի բույս բերի իր կյանք, բուսաշատ Հայաստան կստացվի։ Տիկին Դոնարա, ինչպես է կարողանում այսքան տարատեսակ բույսերի մասին համապարփակ ինֆորմացիաներ ունենալ, պահել, բնորոշել։ Այո, բնորոշել, այն էլ յուրահատուկ ձևով բնորոշել։ Լավ հարց տվեցիք, առաջնահերթ եթե կա բույս ունի անուն։ Եթե ունի անուն, պատկանում է ինչ-որ դասի, ընտանիքի չմանրանամ, գոյական է։ Հետևապես իր խնամքի պայմանները։ Եվ շատ կարևոր է, երբ մարդիկ զանգահարում են ասում, գիտեք, մենք մի բույս ունենք կանաչ տերևով, 10 տարի է պահում ենք, փչանում է, ինչ անենք, բայց դա ինչ բույս է։ Եթե դուք 10 տարի չգիտեք այդ բույսի անվանումը, եթե դուք այդ բույսին չեք դիմել իր անունով, չգիտեք խնամքի պայմանները, բնականաբար տատիկը լավ է պահել, լավ ասեցիք, փոխանցել է, դուք պիտի կարողանաք շարունակել։ Հետևապես առաջնահերթ պետք է իմանալ բույսի անունը, չէ որ կենդանի պահում եք, գիտեք ինչ եք պահում։ Դրանից ելնում է նաև ինչպես եք կերակրում, ինչ պայմաններ եք ստեղծում, նույնը վերաբերում է բույսերին։ Հետևաբար հատկապես մասնագետները պարտավոր են իմանալ եւ իրենց գիտելիքները փոխանցել բուսասերներին։ Այն խոսում ենք խնամքի մասին, որպես այդպեսին ճանաչել բույսը, հետո հասկանալ ինչպեսի խնամք է դա պահանջում, որպես այդպեսին ինչպես պետք է տարբերակել, որ բույսը ինչպես խնամել, այ ինչպեսի վերաբերմունք տածել, ահա այսպեսի բույսի նկատմամբ։ Էլի շատ խելացի հարց էր։ Տեսեք, կան բնորոշ հատկություններ։ Երևում է, որ դուք եք բույս սիրում։ Ինձ համար, իմ հետևորդների համար շատ կարևոր է ոչ թե բույսը անգիր իմանալ խնամքը, այլ հասկանալ նրա լեզուն։ Իսկ լեզուն կարելի է հասկանալ տերևը շոշափելով։ Եթե մի պարզ օրինակ եմ բերում ձեզ որպես նվեր, որպեսզի իմանաք, եթե տերևի բույսը հաստ է, դրանք հիմնականում սուկուլենտ բույսերն են, եւ կարծես թե մոմապա տեսպես պատված, հետևաբար նրանք ջուրը քիչ են գոլորշիացնում։ Այստեղից բխում է նրա կարևոր խնամքի հատկանիշը, պետք է ջրել ուշուշ։ Այս բույսը, եթե շոշափեք, իդեպ հորտենզիայի անունը հայերեն անվանումը դրախտավարդ, դրախտավարդ, իսկ լատիներեն անվանումը գնաց շատ հիմա կասեմ Սա վստահաբար շատ ջուր բնականաբար ջուրը տերևները բարակ են, ջրի կարիք շատ ունի եւ լատիներեն անվանումը թարգմանվում է հենց հունարենից, ավելի ճիշտ հին հունարենից ջուր սիրող, հիդրանգենա։ Հիշեցի։ Բույսերը տարատեսակ մենք թեման ներկայացնելիս անպայման խոսեցինք նաև սիմվոլիստիկայի մասին բույսերի եւ աուրայի մասին։ Եկեք մի փոքր Տիկին Կոստանդյան պատմենք բույսերի աուրայի մասին, որովհետեւ նրանք էներգիա են տածում եւ կլանում եւ տալիս։ Այ ինչի մասին է բույսերի աուրան, ինչպես ենք զգում սա։ Տեսեք, դարձյալ մի օրինակի վրա բերեմ, այնտեղ դուք ունեք սրահում Սանսեի վերա, վեր բարձրացող բույսեր են, չէ՞։ Նրա էներգետիկան ձեզ բարձրացնում է եւ ձեզ տալիս է բավականին դրական լիցքեր։ Եթե ունենք բույսեր, որոնք այսպես կախվում են լացող ուրենի, ինչու են ասում, էներգետիկան տրվում է հողին, էներգիան տալիս են հողին։ Հետևաբար ես շատ եմ կարևորում հատկապես քաղաքային ձևավորման մեջ, եթե ծառեր են տնկվում, որտեղ ինչ ծառ տնկվի։ Այ օրինակ այս սակուրաների մասին ինչպիսի կարծիք ունեք։ Լավ, ես ձեզ հարց տամ։ Այո։ Եթե ամռան տապին լինի սակուրա եւ լինի կաղնի, դուք որի տակ
Վստահաբար կախնու դա տերևների դիրքից, հովից, ուղղակի որպես գեղեցկություն սակուրաները շատ ավելի կարծում եմ աչքին գարնան շունչ են բերում, ներքին աուրա են փոխում, իհարկե կաղնին շատ լավ ծառ է, բոլորս գիտենք դրա մասին, բայց որպես աուրա տվող ավելի դրական ինձ համար սակուրաներն են։ Համամիտ եմ ձեզ հետ, գույն տվող նաև, բայց մի մոռացեք, որ այդ գույնը ընդամենը 1-2 ամիս հետևում առավելագույնը 2 ամիս, որից հետո սակուրան վերածվում փոքրիկ ծառի։ Եվ նաև անպտուղ ծառի, այսինքն ինքը սալորենիների ընտանիքին է պատկանում, բայց այնպես է արված, որ պտուղ չի տալիս։ Դա ինձ համար արդեն հաճելի չէ։ Ես սիրում եմ կաղնի, ես սիրում եմ մեծ եղևնի, ես սիրում եմ մեծ սասնաները, սիրում եմ ինձ համար թխկիները, որ Լենինգրադյան փողոցի վրա ունենք, մենք Տերանի վրա հրաշալի են։ Ցանկացած նոր տնկված ծառ, լինի դա սակուրա, լինի դա ցերսիս, որը հուդայա ծառն է, իհարկե լավ է, բայց ոչ մեծ ծառերի կտրելու հաշվին։ Այ խոսեցիք, նաև ունեք սիրելի բույս, ծաղկատեսակ։ Այն ֆավորիտը, նախընտրելին, որը շատ մեծ նշանակություն ունի ձեզ համար, եւ որը նաև խորհուրդ կտակ ունենալ։ Տանը։ Այո։ Տանը սիրում եմ սուկուլենտ բույսեր, որոնց խնամքը քիչ է, ժամանակը քիչ է օգտագործում։ Ծաղկող բույսեր իհարկե սիրում եմ, սակայն երբ ծաղկող բույսերի ծաղկում ավարտում է, ինքը մի փոքր խեղճանում է, իսկ տերևավոր բույսերը մշտապես դալար են, մշտապես թթվածին են տալիս։ Ես շատ սիրում եմ, շատ համեստ ծաղիկներ կան, ֆրեզիաներ են կոչվում, շատ անուշաբույր հոտով։ Այսքան բույսերի մեջ ֆրեզիաներ եմ շատ սիրում։ Եվ դրանք կարելի է ունենալ տանը նաև։ Այո, կարելի է պատշգամբում ունենալ։ Ես կուզեի, որ Տիկին Կոստանդյանը պատմի բլոգի մասին, որը վարում եք եւ որտեղ որ խորհուրդներ եք տալիս մարդկանց, ովքեր որ բույսեր ունեն, հատկապես անվճար խորհրդատվություն եք տալիս։ Տիկին Դոնարա, ո՞րն է այն ամենաշատ տրվող հարցերը եւ անհանգստությունները, որ մարդիկ ուղղում են ձեզ անհանգստացած բույսերի նկատմամբ։ Ինչպեսի վերաբերմունք եւ կարծիք են օրինակ տածում մեր հայրենակիցները բույսերի մասին։ Տեսեք, մենք երկու բլոգ կա, մեկը Facebook-յան կանաչ դրախտեջն է, մյուսը մեր հենց իմ անձնական բլոգն է, հա, YouTube-յան։ Հիմնականում հարցում են ինչպես խնամել, ինչպես բազմացնել, այսինքն բույսը գնում են առաջին հերթին կարող եմ միջուղը պոկել, մենք սիրում ենք չէ հարևանից միջուղ պոկել, որևէ տեղից միջուղ պոկել։ Հիմնականում խնամքի պայմանները եւ պարտադիր չի մեր հաճախորդը լինի, ցանկացած մարդ կարող է օգտվել, ինչպես նաեւ աուրայից հիմա սկսել են հետաքրքրվել, իսկ որ բույսը պահենք, որ օրինակ տանը երեխա ծնվի։ Միանշանակ ֆիկուս էլաստիկ։ Իսկ որ բույսը պահենք, որ շատ գումար ունենանք, փողի ծառ, դոլարի ծառ, այսպես յուրաքանչյուր բույս ունի իր էներգետիկան եւ ունի իր սիմվոլիկան։ Ինձ հետաքրքիր է էներգետիկաների բաշխումը, օրինակ այս բույսի։ Մենք ասում ենք փողի ծառ, բայց դա բույս է, որը աճել է հողից եւ օրինակ չգիտեմ, ֆիկուսի պես, ես նմանեցնում եմ իդեպ ֆիկուսին, դուք հիմա Ահա, մի քիչ հետաքրքիր բան ունեն։ Բայց այո, այդ որպես այդ բուսասեր կարող եմ նմանացնել, տարբերակել ֆիկուսը իհարկե լայն մեծ թփերով, այդ փողի ծառը փոքրիկ ծառը հիշեցնում, բայց փաստորեն տեսեք նրան անվանում են փողի ծառ, դա ունի ֆինանսական էներգետիկա իր մեջ, այ ինչպես են բաշխում, ինչպես են հասկացել, որ այս ծառը ունի գումարի էներգետիկա օրինակ։ Բոլոր այն բույսերը, որոնք կուտակում են ջուրը, խելացի ձևով, էքստրիմ պայմաններում օգտագործելու համար կոչվում են սուկուլենտ կուտակային բույսեր։ Հենց դրանք փողի ծառն է, դոլարի ծառն է, հաստ բուն ունեցող, որտեղ մի մասը բնի մեջ է հավաքում, մի մասը տերևների։ Եվ Չինաստանում իդեպ ասեն, որ պարտադիր բոլոր ֆինանսական կազմակերպություններում, բիզնեսմենների օֆիսներում, գրասենյակում պիտի պարտադիր լինի այդ փողի ծառը։ Մտքերն ու տրամադրվածությունն է մեր ուղղորդում ծաղկին։ Անշուշտ, դա փոխադարձ կապ է։ Իդեպ եթե խոսում ենք ջրի մասին, իսկ ջուրը ամենամեծ կլանիչն է եւ ինֆորմացիան պահողը, իսկ բույսերը, փաստորեն այն բույսերը, որոնք որ շատ ջուր են պարունակում իրենց մեջ, փաստորեն նաեւ սա այդ աուրան այո ավելի շատ են ներծծում։ Տիկին Դոնարա, իսկ կան բույսեր, որոնք չի կարելի պահել տանը, կան բույսեր, որոնք հատկապես հորդորվում է պահել տանը, ինչպես դա տարբերակել, որովհետեւ ես երազում եմ ունենալ լիմոնի ծառ, բայց ինձ ասացին, երբ որ ես զանգահարեցի պատվիրելու համար, ինձ ասացին, որ շատ մեծ խոնավություն է սիրում եւ հա, տանը չեմ կարող դա պահել։ Չկա նման բան, եթե ունեք լուսավորություն,
Եթե կա օդի խոնավության պակաս, իսկ դա Երևանում հատկապես շատ ցածր է, դուք անընդհատ պիտի ցողեք բույսը։ Այսինքն արհեստական անձրև եք անում, օդի խոնավությունը բարձրանում է։ Եվ այդ խոնավությունը ինքը վերադարձնում է մեզ, մեր մաշկին, հա, որը շատ օգտակար է մեզ համար։ Իհարկե լիմոնի ծառ հրաշալի է պահել, որտեղ միաժամանակ բոլոր ցիտրուսների վրա լինում է եւ պտուղը, եւ ծաղիկը, եւ տերևը, եւ եթերային յուղերը, այնպիսի օդ են ստեղծում, որ պարզապես առողջարար է։ Աուրայի մասին խոսել արդեն ավելի լավ կլինի, հիմա ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, հա, որը կարելի է պահել, որը չէ։ Այն բոլոր բույսերը, որոնք կան վաճառքում, կարելի է պահել, բայց կան բույսեր, որոնք կտրելու դեպքում, ասենք քսելու դեպքում, դրանք առոիդների ընտանիքի ընդհանրենք դիֆենբախիան է, ագլաոնեման է, կարող է փոքրիկ ալերգիա առաջացնել կամ երեխաների համար վնաս է կամ կենդանիների, անպայման մենք զգուշացնում ենք։ Սա հրաշալի թթվածին է տալիս, շատ գեղեցիկ է, բայց եթե ունեք երեխա, եթե ունեք ընտանիք կենդանի, մենք խորհուրդ չենք տալիս սա գնել։ Շատ շնորհակալություն Տիկին Դոնարա, մենք հորդորում ենք մեր հեռուստադիտողին անպայման հետևել Տիկին Դոնարայի YouTube-յան էջին, այնտեղ վստահաբար շատ հրաշալի խորհուրդներ կստանաք բույսերի մասին, սիրելի բուսասերներ, անպայման հետևեք, իսկ մենք ընդմիջենք գովազդով։ Այո, եւս մեկ անգամ շատ շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, թույլ տվեք ասել, որ սա կանաչ դրախտի կողմից ձեզ նվեր է։ Շնորհակալություն։ Չասեցիք սրա մասին։ Սա հապալաս է։ Ես ուզում եմ տնկեք որևէ տեղ եւ պտուղը անպայման վայելեք, լավ աճեցնեք, իսկ գորտենզիան շատ ջուր է սիրում։ Հաճախ ջրեք, խնդիր չկա։ Եվ ցողեք։ Ուրեմն հապալասները ինձ հրաշալի մեկնաբանություն։ Այն ինչ է մնում։ Հաճախ անդրադարձեք բույսերին, հյուրեր ունեցեք, կարևոր չէ, ես եմ թե ինձնից ավելի լավ մասնագետ, որտեղ սա շատ կարևոր հարց է։ Մենք կիսում ենք ձեր կարծիքը եւ այո, կհանդիպենք վստահ եմ մեր տաղավարում էլի ու էլի խոսելու ֆաունա եւ ֆլորայի մասին։ Կարելի է սա դարձնել։ Շնորհակալություն շատ։ Գովազդ։ Բարի առավոտ։ Բարի լույս, ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։ Ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր ֆրանսիացի պարուսույց Ժան-Ժորժ Նովերի ծննդյան օրվա։ Այն մեզանում եւս նշվում է եւ աչքի ընկնում մի շարք համերգներով, փառատոներով եւ սպասված ելույթներով։ Օրվա կարեւորության, 20-ամյա գործունեության ձեռքբերումների եւ սպասվող մեծ միջոցառումների մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Իսկ ես սիրով ներկայացնեմ, տաղավարում են Force Պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արևիկ Գևորգյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Եվ իր աշակերտներ Հասմիկ Սիմոնյանը, Լիլի Փարսադանյանը եւ Էմա Մանուկյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Պարի միջազգային օրվան ընթառաջ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում եւ Force-ն էլ փաստորեն անմասն չի մնում այս ամենից։ Ինչ է սպասվում։ Մի փոքր եկեք խոսենք Պարային նախ ստուդիայի մասին։ Այնուհետև կանդրադառնանք արդեն բովանդակության ու գործունեության։ Այո, Force-ը հիմնադրվել է Աջափնյակ համայնքում, Աջափնյակ գեղագիտական կենտրոնում 2006 թվականին, հիմնադիրը եղել է Գևորգ Մանուկյանը, բայց վերջին 4 տարիներին ինքը այլ գործունեություն է ծավալում, ղեկավարում եմ ես, իդեպ ղեկավարի մամուսինն է, որը չնայած ինքը մի մասն է կազմում նաև մեր խմբի, աջակցում է մեզ յուրաքանչյուր բեմադրական աշխատանքներում։ Նա ևս պարող է։ Այո, մենք երկուսս էլ պարող ենք։ Եվ ասեմ, որ ընդհանրապես երբ պարերը բեմադրվում են, մենք ընդհանուր մի հայտարարի գալով ինքն էլ շտկումներ է ինչ-որ չափով մեզ մոտ անում, նաև ունենք պարուսույց, Անահիտ Տղազարյան, այդպես ունենք գործունեությունը երեքով ենք ծավալում։ Ինչպիսի ուղղվածություն է որդեգրել Force-ը, որպես այդպիսին ժողովրդական, ազգային կամ լրիվ ժամանակակից։ Մեզ մոտ պարերը խառն են։ Դե բնականաբար պարի հիմքը դա դասական պարն է, որը որ յուրաքանչյուր խմբում մենք կատարում ենք։ Իսկ դրանից զատ արդեն ունենք հայկական պարեր, ժամանակակից պարեր, ժող բնորոշ պարեր տարբեր ազգերի։ Ներկայանում ենք տարբեր համարներով։ Արժևում Պարի միջազգային օրն է, ինչպես եք դուք պատրաստվում նշել, համերգային ծրագիր կա, ինչ-որ պատրաստած ելույթներ։ Դե ասեմ, որ այս յուրաքանչյուր տարի ունենք մեր մասնակցությունն ենք ապահովում, այս տարի էլ նշելու ենք Գյումրի քաղաքում, ունենք Sky Art Production-ի կողմից հրավերք, որտեղ ելույթ կունենան մեր սաները։ Իդեպ ասեմ,
Բարի միջազգային օրը 1982 թվականից նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից է ընդունվել եւ յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում մեծ միջոցառումներ ունեն, այո, մենք էլ մի մասն ենք կազմում յուրաքանչյուր տարի։ Շատ լավ, ես կուզեի աշակերտների հետ էլ եւս շփվենք, Հասմիկ։ Ահա, Հասմիկ։ Խնդրում եմ նախ պատմեք, քանի տարեկանից եք հաճախում պարի, երբ հասկացաք, որ պարը ձերն է, դուք պիտի զբաղվեք պարով։ Իրականում 4 տարեկանից եմ սկսել հաճախել, մայրիկս էլ ինձ տարել պարի փորձերին ու ես հասկացել եմ, որ սա իմն է, սա իմ ոլորտն է, շատ հավանել եմ իմ պարուսույցին, իր բեմադրած պարերը ու արդեն 11 տարի է հաճախում եմ ու չեմ պատրաստվում։ Արդյոք ընկեր Արևիկը խիստ է, ինչ կպատմեք ընկեր Արևիկի մասին, որպես պարուսույց նախ, հետո արդեն որպես ընկեր դրսում եւ դպրոցում այս դեպքում, ինչպիսին է որպես ուսուցչուհի, պարուսույց։ Որպես պարուսույց, հիանալի պարուսույց է, խիստ իսումա բոլորն էլ ինչ-որ խստություն ունեն, բայց ինքը իրականում բարի մարդ է, ինքը միշտ մեզ հասնող, նույնիսկ պարից դուրս մենք մոտ ընկերներ են կարելի ասել։ Շատ կարևոր է, չէ, երբ աշակերտները սիրում են պարուսույցներին, ընկերություն են անում, վստահաբար սերը եւ այսքան 11 տարի, ասացիք, արդեն հաճախելը հենց այստեղ դրա մասին է փաստում։ Դուք ինչ կասեք, քանի տարի եք։ Ես արդեն 10-ով ավելի տարիներ Porzen Studio-ի սան եմ։ Ընկեր Արևը իմ լավագույնն է, լավագույն առաջ տանող մարդն է, ով կարակ օգնի ցանկացած հարցում ու իր շնորհիվ շատ ունեմ մտքեր, որոնք պետք է միշտ առաջ տանեմ այդ մտքերով։ Ամենակարևորը, որ գիտեմ, որ բեմի վրա լավագույն պարուհին այն մարդը չի, ով շարժումը ճիշտ է անում կամ գեղեցիկ է անում, այն մարդն է, ով ապրում է այդ պարը ու ապրեցնում է հանդիսատեսին, այդ է կոչվում փայլուն պար։ Շատ գեղեցիկ բան ասացիք։ Այո, ու դա վստահաբար ձեր պատգամն է ձեր աշակերտներին, որ միշտ այդպես ուղղորդվեն։ Խոսենք Էմմայի մասին, ով նաև ձեր աղջնակն է։ Էմմա ջան, ինչպես է լինել մայրիկի հետ որպես ուսուցիչ, այսինքն պարուսույց, շփվել, հետո վերադառնալ տուն եւ մոռանալ պարի, այսինքն ոչ թե մոռանալ պարի մասին, այլ որ ուսուցչի մասին եւ արդեն մայր եւ դուստր հարաբերություն։ Ինչպես է սրանք կարողանում հարմար տեղավորել։ Երբ որ պարի տեղն եմ լինում, պարի սրահում իմ մայրիկը ունեց հանում, որ ոչ մեկ չհասկանա, որ ես իր աղջիկն եմ, ոչ մեկ ոչ մի տարբերություն չի զգում, որովհետև չնայած իմ մայրիկը ավելի շատ իմ հետ խիստ է, քան մնացածի հետ, բայց հենց գալիս ենք տուն, այդ ամեն ինչը չկա, ընկերական է։ Շատ լավ, 2026-ը ձեզ համար հոբելյանական է, ձեր 20 տարին է լրանում, ինչ եք պատրաստվում, ինչ է սպասվում, այո։ Արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում, մշակվում է ծրագիր, որին որ պետք է նաև ներկայացնենք մեր անցած տարիների լավագույն բեմական համարները, նորից վերաբեմադրվելու են նոր շնչով, նաև պետք է նոր հագուստներ ձեռք բերենք, քանի որ պարի շատ կարևոր նաև մասն է կազմում բեմական հագուստը, որը ճիշտ ընտրված լինի եւ առհասարակ ես նախընտրում եմ, որ այնպիսի լինեն, որ շատ դետալներից կազմված լինի հագուստը, որպեսզի կարողանաք օգտագործել տարբեր պարերի մեջ եւ իհարկե պարողին պետք է լինի հարմարավետ։ Իսկ կա համագործակցություն, ներողություն, համագործակցություն, օրինակ այս դեպքում հագուստը Ընդհանրապես ձևավորումները կատարում եմ ես։ Առհասարակ երբ պարասրահում արդեն պարը բեմադրվում է, ես պատկերացնում եմ ինչ բեմական հագուստով են ելույթ ունենալու եւ այո, ձևերը ինչ ձև պետքա լինի, բնականաբար պետքա լինի հարմարավետ, գեղեցիկ եւ չկրկնվող։ Ինչ պարերի եք անդրադառնում, ինչպիսի բեմադրություններ են այս դեպքում։ Այստեղ ասեմ, որ տարբեր տարիքայիններում տարբեր բեմադրություններ է կատարվում։ Փոքրիկների մոտ մեզ մոտ ավելի խաղարկային բեմադրություններ է, բնականաբար, որ իրենց ավելի հետաքրքիր լինի եւ մատչելի տրվի, իսկ արդեն 6 տարեկանից բարձրները ավելի պրոֆեսիոնալ են, որտեղ որ յուրաքանչյուր տարիք ունի իր ճիշտ ժամանակը, որպեսզի կարողանան բեմադրությունը ճիշտ ընկալել։ Հենց հիմա էկրաններին տեսնենք ձեր սաներին, ելույթների ժամանակ։ Որ ելույթն է այս պահին այս հատվածը։ Այստեղ մարդ եղեք մարդիկ բեմադրությունն է, որտեղ պարում են իմ մեծ սաները։ Ինչին էր նվիրված Force Sparring Studio-ի համերգներ, որպես այդպեսին թե, ահա։ Այստեղ ամենափոքրիկներն են։ Քանի տարիքային խումբ ունեք։
4 տարեկանից սկսած մինչև 18 տարեկան դա պրոֆեսիոնալ խմբերն են։ 18-ից 18 պրոֆեսիոնալ։ Այո, պրոֆեսիոնալ։ Սիրողականները Սիրողականը 18-ից արդեն բարձր։ Այո, սիրողական։ Իսկ կա այսպիսի մի ինչ-որ երևույթ, երբ երեխային բերում են եւ դուք հասկանում եք, որ ամեն պարագայում երևի թե այո, չի կարող լինենք անկեղծ, ինքնախապեյությամբ չզբաղվենք։ Լինում են նաեւ այդպես, բայց փորձը ցույց է տվել, որ շատ աշխատասիրության դեպքում երեխան նաեւ կարողանում է հասնել մեծ արդյունքների։ Աշխատասիրությունը այդպես է։ Ես վերցնում եմ երեխային, որովհետեւ երեխակա իսկապես առաջին մի քանի տարին սկսում է ավելի լավ աշխատել ու դու տեսնում ես արդյունքը, որ իրականում նա կարողանում է։ Երեխակա, որ այդպես էլ չի ստացվում, դե արդեն սիրողական մակարդակի ենք իրեն արդեն։ Երևի թե սերն էլ շատ մեծ նշանակություն ունի։ Շատ։ Նախ պետք է շատ սիրել, որովհետև բարը թվում է թե հեշտ է, բայց շատ բարդ արվեստ է։ Յուրաքանչյուրին չի տրվում։ Ներքուստ դու պետքա ունենաս, որ դու կարողանաս կամ աշխատասիրություն, ճկունությունը շատ հարկավոր, բայց պարասրահում, եթե տեսնում ես, որ ջանք ու եռանդ երեխան չի խնայում, հաստատ իր արդյունքները տալիս է։ Աղջիկներ, ձեզ համար ինչ է բարը, որպես այդպիսին զգացողություն, բայց զգացողության հետ կապված ինչպես եք աշխատում այս զգացողության հետ, զգալ պարընկերոջը, լինել պատասխանատու նրա համար, որպես այդպիսին, ինչ է ձեզ համար սա որպես զգացողություն։ Պետք է շարժվես բարով, դու պետք է բարելու ընթացքում ապրես բարը, բայց չմոռանաս, որ դու խմբով ես բարում ու զգոն լինես, պետք է 4 աչքերով սենց ամեն կողմ նայես ու ես իրենց միշտ ասում եմ, պետք է առաջ, հետև ու կողք անպայման նայեք, որովհետև դուք մենակ չեք բեմում։ Այսինքն պետք է միշտ դու կողքինին էլ տաս այդ պատժական, որ ինքը հասկանա, որ դու իր կողքին ես ու միշտ ասում եմ, եթե ինչ-որ մեկը սխալ է անում, բոլորդ էլ սխալ արեք, որովհետև դուք խմբակային եք պարում, այո, դա պետք է պահպանվի, որ չերևա դա։ Շատ կարևոր։ Շատ լավ։ Առաջիկայում ինչ սպասենք, ինչպեսի ելույթներ Force Parent ստուդիայից։ Առաջիկայում ունենք դե ամսի 26-ին քաղաքացու միջազգային օրն է, վաղը ունենք նաև միջոցառում այդ օրվան նվիրված։ 27-ին Գյումրի քաղաք ենք մեկնում։ Այ հրաշալի հնարավորություն այս բանին գյումրեցիներին հրավիրելու, այնտեղ որտեղ դուք եք ելույթ ունենալու եւ վաղը ինչու ոչ նաև պետք է հրավիրել։ Դե ասեք որտեղ եւ որ ժամին ինչ է սպասվում։ Վաղ առավոտյան ժամը 12-ին Աջափնյակ համայնքի Աջափնյակ գեղագիտական կենտրոնում տեղի ունենալու քաղաքացու օրը, որտեղ որ մեր սաները իրենց մասնակցությունն են նաև ունենալու, իսկ ամսի 27-ին ժամը 1-ին լինելու է Գյումրի քաղաքում, այնտեղ էլ սիրով կսպասենք։ Դե մենք էլ հրավիրում ենք բոլոր պարասեր հեռուստադիտողներին բացահայտումներ անելու այն մարդիկ, ովքեր որ առաջին անգամ պիտի դիտեն Force Parent ստուդիայի սաների ելույթը, հրաշալի տարբերակ է, ովքեր էլ որ արդեն գիտեն, եւս մեկ անգամ հրավիրում ենք։ Ձեզ մաղթում ենք միայն ու միայն հաջողություններ, աղջիկներ, ձեզ էլ եռանդ եւ թող ձեր սերը ավելի շատ լինի բարի նկատմամբ։ Ես վստահ եմ հաջողությունները դրանում անպակաս կլինեն ձեզ դեպի։ Եվ իհարկե երկարատև տարիների աշխատանք, այո, մեզ մոտ ընկալվենք ձեր 30-40 հոբելյանական տարիների ընթացքում։ Շնորհակալություն ձեզ լավ օր ենք մաղթում, իսկ այժմ սիրելի հեռուստադիտողներ, մեզ մոտ կարճատև գովազդ, հետո կվերադառնանք մեր ընթացքին։ Դե ինչ Հարգելի հեռուստադիտողներ, այո, բարի առավոտ, օրը սկսենք շարունակենք հաճելի նորությամբ։ Եվ այսպես 2025 Tonian's Family Company-ի համար հոբելյանական տարի է, քանի որ բոլորիս կողմից արդեն սիրված Zalotoyets Est ապրանքանիշը 20 տարեկան է։ Եվ համաձայն մենք կօգնենք որակով կարգախոսին, արդեն 20 տարի է, ինչ իր որակը բարձր պահելով, մեզ հնարավորություն է տալիս խոհանոցում անկաշկանդ ստեղծագործել ու յուրաքանչյուր ուտեստ դարձնել ել ավելի համեղ ու յուրահատուկ։ Դե իհարկե Սաթենիկն էլ ամեն առավոտ պատրաստելով այս յուրահատուկ համեմունքներով մեր ուտեստներին տալիս է անկրկնելի համային երանգներ։ Ընդգծենք եւ առանձնակի կարեւորությամբ տշենք, որ ընկերությունն արտադրությունն ու փաթեթավարումը իրականացվում է այստեղ Հայաստանում։ Իդեպ բացի համեմունքներից նաև առաջարկվում է կրուպեղենի մեծ տեսականի Մասիս ապրանքանիշով։ Իսկ այ հիմա ճիշտ ժամանակն է տեղափոխվելու խոհանոց, հասկանալու թե ինչ է կատարվում այնտեղ, որ փուլում են Սաթենիկն ու Անդրանիկը եւ ինչպիսի մանրամասներ կներկայացնեն։ Սիրով յուրահատուկ
համայի նուրբ երանգներով սուշի ենք պատրաստելու Անդրանիկ Բաղդասարյանի հետ։ Ասենք բարի լույս այն հեռուստադիտողներին, ովքեր հենց նոր միացան։ Ինչ ենք պատրաստելու։ Որ տեսակը։ Մակավոր ռոլը հենց հիմա կարող ենք սարքել հեռուստադիտողների արջքի առջև։ Հենց կակաչի սերմերով մակով, միջուկում պանիր, ավոկադո եւ սաղմոն, ինչպես նշեցի, այսօր բոլոր տեսակները սաղմոնով ենք պատրաստում։ Սեթը հեռուստադիտողները կարող են գտնել մեր կայքում, սեթի անունը Սիակե սեթն է, Սիակեն հենց ճապոներեն սաղմոն է նշանակում։ 40 կտոր պլյուս նվերով բոլոր տեսակները սաղմոն ձկով։ Կարող են արդեն մենյուում կա, կարող են հենց հիմա էլ պատվիրել արդեն հաճախորդները։ Դե քանի որ ասացիք, ես էլ հիշեցնեմ հեռախոսահամարը հեռուստադիտողների համար, որ կարողանան զանգահարել 060 50 50 56 հեռախոսահամարով զանգահարում եք, պատվիրում եք։ Կարող եք թվարկել էլ ինչ սեթեր կան, որ հեռուստադիտողները բացի նրանից, որ այս պահին օրինակ չեն կարող մտնել H եւ 40-ից ավել սեթ ունենք։ Ամենաշատը ես հիշում եմ, որ ասում էիք Ինքն յուրաքանչյուր Կալիֆոռնիան է վաճառվում, հա ճիշտ է։ Ֆիլադելֆիան արդեն պատրաստել ենք սաղմոնով տեսակը, Ֆիլադելֆիան, Կալիֆոռնիան, Կանադան մրցակցությունից դուրս են այդ երեք ռոլերը, ամենաշատն են վաճառվում։ Էլ որն են պատվիրում։ Դե հետո մնացածը ինձ թվում է հավասար վաճառվում է։ Բայց դուք փորձում եք նորացնել համերը, առաջարկները, որ համային ռեցեպտները մշտական հաճախորդները ինձ թվում է կփաստեն հաստատ։ Ահա։ Որ մինիմում ամիս, 2 ամիսը մեկ տեսնում են նորացված մենյուն։ Մենք ուղղակի երջանիկ ենք, մենք էլ կարողանում ենք ամեն ուրբաթ վայելել։ Այս պահին կներկայացնեմ, դուք մինչև կպատրաստեք մեր գործընկերոջ Աթենքի կողմից առաջարկված սարդելկաները։ Աթենք մսամթերքը կարևորելով բացառապես բարձր որակն ու շարունակելով լավագույն ավանդույթներն առաջարկում է սարդելկաներ, որոնք սերունդներին հիշեցնում են մանկության անմոռանալի համերը։ Աթենք մսամթերքը հոգացել է ձեր մասին եւ կարևորելով ժամանակն ու միաժամանակ համեղ ուտելը հիշեք, որ սարդելկան արդեն պատրաստի է եւ ուտելուց առաջ անհրաժեշտ է պարզապես տաքացնել։ Իդեպ գիտեիք, որ Խորհրդային Միությունում սարդելկան լայն տարածում ուներ հենց արագ, հեշտ պատրաստվելու հատկության շնորհիվ։ Ինչ մնաց, այստեղ ինչ ենք ավելացնելու։ Պանիրը եւ ավոկադոն արդեն դրել ենք միջուկում, հիմա սաղմոնը չորացնենք եւ ավելացնենք միջուկում։ Եթե չորացնենք անձեռոցիկով, ինչը համը, թե ինքը կբացվի, կքանդվի։ Սաղմոնը ջրալի է բնականաբար, ձուկը եւ իր ջուրը դուրս հանելով կարող է ռոլը թուլացնել, այսինքն քանի որ քանդվի։ Ռոլը պինդ լինելու համար ցանկալի է չորացնել ձուկը միջուկում դնելուց առաջ։ Էլ ինչ տեսակի ձկներեն է օգտագործվում սուշի պատրաստելու համար։ Շատ են ձկներ տեսակները, սաղմոն, նույն սաղմոնի ծխեցված տարբերակը եւս օգտագործում ենք, օձաձուկ, թունա, կրիվետկա տարբերակներ, կռաբով տարբերակներ, բոլոր ծովամթերքները կարող ենք օգտագործել։ Ահ, Երանի մեծ, որ մենք վայելելու ենք րոպեներ անց համեղ սուշիները, որը պատրաստում է Անդրանիկը ուղիղ եթերի ընթացքում, դուք էլ տեսնում եք, մեկ անգամ եւս հիշեցնեմ 060 50 50 56 հեռախոսահամարով կարող եք զանգահարել, դուք էլ ձեր նախընտրած սուշին վայելել։ Այս պահին ուզում եմ ներկայացնել մեր գործընկերոջը, խոսքը Գուցեյեմի մասին է, դեր էկրաններին է, ես այդ սիրով, ժպիտով, ինչպես միշտ մեր հարազատ դարձած գործընկերոջ Գուցեյեմին եմ ներկայացնում, որը բացի այն, որ IKEA բրենդի ամենամեծ ներկրողն է, նաև կենցաղային տեխնիկայի եւ տնտեսական ապրանքների ամենամատչելի վաճառողն է Հայաստանում։ Ինչու գնալ խանութ եւ բոլոր գնումները ծանր տեղափոխել տուն, եթե կարող եք բազմոցի նստած, հանգիստ, առանց շտապելու, ընտրել օրինակ ձեզ հարմար մազերի շամպունյա կամ լվացքի փոշին, ընդ որում ավելի մատչելի, քան ցանկացած սուպերմարկետում եւ ստանալ արդեն իսկ ձեր տանը։ Չմոռանամ նաեւ նշել, որ այդ հնարավորությունը Գուցեյեմը ոչ միայն ընձեռնել է Երևանի բնակիչներին, այլ ամբողջ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին։ Գուց.am քո on-line հիպերմարկետը Հայաստանում։ Անդրանիկ, էլ որը պետք է պատրաստենք։ Նայեք, մեզ մնաց հիմա ռոլը արդեն մակի մեջ։ Այսպես 4 կողմից։ Օ, շատ գեղեցիկ ստացվեց։ Մակով եւ նորից ֆիքսում ենք։ Սոուսը եւ արդեն գնդիկները կտրատելուց հետո։ Այսինքն մատուցելուց երևի։ Հա, ռոլը կտրատելուց հետո նոր կավելացնենք սոուսը եւ գնդիկները վրան։ Շատ բարի, մենք մի հատ էլ ենք պատրաստելու, անունն էլ ասենք, արդեն տեղափոխվենք։ Սեթում է 3 ռոլը, մնում է 2 մակի պատրաստենք, մակիներից մեկը եւս նորություն է, անունը Ֆիլադելֆիա հենց մակի։
Բարի լույս, բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ։ Վաղը ապրիլի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կամուրջ մշակութային կենտրոնը կներկայացնի երկար սպասված մեծամասշտաբ ծաղկունք միջազգային 7-րդ փառատոնը, որը մեկ հարկի տակ կհամախմբի պարային անսամբլներ, երգչախմբեր, ինչպես ամբողջ Հայաստանի, այնպես էլ աշխարհի ամենատարբեր երկրներից։ Սպասվող փառատոնի բոլոր հետաքրքիր մանրամասների մասին կպատմեն մեր հյուրերը։ Իսկ ես սիրով ներկայացնեմ եւ այսպես տաղավարում են կամուրջ մշակութային կենտրոնի ղեկավար Ծաղկունք միջազգային 7-րդ փառատոնի համակարգող Հայկ Գևորգյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Հեռուստահաղորդավարուհի Alpha News համահայկական լրատվական հարթակի մոսկովյան խմբագրության թղթակից Սպարուհի Պարուսույց Ծաղկունք միջազգային 7-րդ փառային փառատոնի հանդիսավար Մարինա Մարտիրոսյանը։ Բարի առավոտ։ Եվ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, Ծաղկունք միջազգային 7-րդ փառատոնի հանդիսավար եւ փառատոնի գեղարվեստական մասով ղեկավար Ռոման Բաբայանը։ Բարի լույս։ Բարի օր։ Շնորհակալ եմ ընկալվելու համար։ Մենք նույնպես շնորհակալ ենք հրավերի համար։ Դե խոսենք Ծաղկունքի մասին, ինչպես հիմնադրվեց փառատոնը եւ երբ։ Մի փոքր էքսկուրս անենք, մինչև անցնենք բումբովանդակությանը։ Ադրին 7-րդ անգամ ենք ներկայացնում փառատոնը։ Այս տարի ունենք շուրջ 3000 մասնակիցներ Հայաստանի Հանրապետությունից, պարային անսամբլներ եւ երգչախմբեր եւ շուրջ 400 մասնակից արտերկրից։ Մասնավորապես Գերմանիայից, Ուկրաինայից, Հունաստանից, Վրաստանից եւ Ռուսաստանից։ Մեծ հետաքրքիր է նաեւ փառատոնի նպատակը, բացի գեղարվեստականությունից, բացի պարերի միջազգային օրվան թառաջ տեղի ունեցող իրադարձություններից, այլ հիմնական նպատակը եւ առաքելությունը այս ամենի, որտեղ է հիմքը։ Փառատոնի գերնպատակներից մեկը այն է, որ կապել Հայաստանի եւ Սփյուռքյան խմբերը իրար։ Եվ այս տարիների ընթացքում բազմաթիվ խմբեր են ունեցել նաեւ Սփյուռքից եւ փորձում են գնալով ավելի ընդլայնել։ Նաև կներեք ցանկանում ենք միջմշակութային կապը զարգացնել ու միտք ունենք նաև ամեն տարի անցկացվում է միշտ Երևանում 6-րդ փառատոնը կայացել է մարզահամերգային համալիրում, 7-րդը եւս կկայանա մարզահամերգային համալիրում, միտք ունենք, որ 8-րդ փառատոնը արդեն Ծաղկունք փորձում ենք ամեն ինչ անել, տեղափոխել մարզեր, մարզի կյանք ավելի աշխուժացնելու համար Ինչու՞ չէ, նաև մեր դրսի խմբերին ծանոթացնել մեր մարզերի, մեր տեսարժան վայրերի հետ։ Հրաշալի գաղափարը միշտ այո, հորդորվում է նաև մարզերին։ Կապը, հարաբերությունները մշակույթով պահելը իսկապես հիմքային է եւ մնայուն է։ Զարգացնել տուրիզմը, ցուցադրել նաև փոխանակումն էլ շատ կարևոր երևույթ է այստեղ։ Մարինա, հեշտ էր նախապատրաստական աշխատանքները, վստահաբար վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ փաստորեն փառատոն է լինելու, երկար եք պատրաստվել, վստահաբար, ինչպես անցավ այդ ընթացքը, դժվար էր, բարձր։ Այո, արդեն բավականին 2-3 ամիս կլինի, ինչ Հայկից ստացա հրավերը վարելու այս գեղեցիկ տոնը, փառատոնը, եւ շատ ուրախ եմ ու շնորհակալ դրա համար, ուրախ եմ, որ Ռոմանի հետ պիտի վարենք Եվս մեկ շատ հաճելի ու կարևոր առիթ է հայրենիք նորից վերադառնալու։ Դժվարություններ չկային, շատ զգում եմ այստեղ պատասխանատվության մեծ զգացումը եւ Հայկի կողմից եւ Ռոմանի կողմից, իսկ մասնակիցների կողմից ուրախալի է, մասնակիցներին դեռ չեմ տեսել։ Մասնակիցներին ես վաղը կտեսնեմ արդեն, քանի որ ես առաջին անգամ եմ, Ռոմանը ունի փորձ, նա արդեն շատ լավ գիտի եւ եփված է ամեն ինչի մեջ, վստահ եմ, որ ինձ կօգնի վաղը։ Իսկ պատրաստվելը բնականաբար բոլորս մեծ պատասխանատվությամբ, ես մեծ ուրախությամբ պատրաստվում ենք, վստահ եմ, որ վաղը շատ գեղեցիկ օր ենք ունենալու։ Դե ամիսների տևած աշխատանքի արդյունքը միանշանակ վաղը բեմում արդեն արդյունքը որպես այդպեսին երևալու է, բայց ինձ հետաքրքիր է ովքեր են վաղը ելույթ ունենալու, ինչ է սպասելու հանդիսատեսը վաղվանից։ Ասեմ, մեր նպատակն է, որպեսզի մեր ազգային երգն ու պարը ներկայացնենք, ամենաառաջնային տեղում դա է, լինելու են տարբեր պարեր, տարբեր երգեր, բայց հիմնական շեշտը դրված է հայրենասիրական ազգային երգի ու պարի վրա ու մեր այն կարևոր քայլերից մեկը նա է, անցած տարի ունեցել ենք շուրջ 2000 մասնակից, այս տարի հասցրել ենք 3400-ի ու գնալով ուզում ենք շատացնել, փորձում ենք արդեն տարիքային խմբեր դնել, ինքը մրցույթային չի, բոլորը ունենում են պատվոգրեր, շնորհակալագրեր, հրավերներ, բայց երևի թե կփորձենք մի քիչ էլ մրցութային անել։ Այո։ Դե մրցութայինը որպես այդպեսին փոքր նաև ինտրիգ է առաջացնում եւ բոլորը էլ ավելի իրենց ամբողջ ներուժը ներդնելով պատրաստվում են ավելի ոգևորեն, ավելի լավ ներկայանալի լինեն։
Մենք խոսեցինք նաև դրսից, ոչ միայն երկրից, այլ նաև երկրի սահմաններից դուրս հրավիրված ժամանած պարային խմբերի մասին, որ երկրներից են լինելու, ինչպեսի պարային խմբեր են։ Նշեցիք Գերմանիա, իսկ նաև միայն Գերմանիա։ Ոչ, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հունաստանից եւ Վրաստանից։ Ու ասեմ, այն խմբերը, որոնք որ գալիս են այստեղ, մենք իրենց դիմավորում ենք, ծանոթացնում ենք մեր մշակույթի հետ, մեր տեսարժան վայրերի հետ, ինչքան որ հնարավոր է, ինչքան որ ժամանակը հերիքում է։ Ասեմ, որ նաև մեր Հայաստանի խմբերից կազմակերպում ենք եւ նույն համերգներով ներկայանում ենք, եղել են Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Վրաստանում, Արաբական Էմիրություններում ու սենց շարունակ փորձում ենք նաև մեր խմբերին ներկայացնել դրսում։ Համեցեք։ Այս տարի մեր գործընկեր կազմակերպությունը ինստիտուցիոն նույնպես ժամաներ Հայաստան եւ այս տարի կընտրվեն խմբեր, ովքեր որ Եվրոպայում կկարողանան ներկայանալ մի շարք միջազգային փառատոնների։ Հրաշալի է։ Մենք խոսում ենք իհարկե հիմնական գլխավոր շեշտադրությունը ազգայինի եւ ժողովրդականի վրա է, բայց փառատոնի կարևորությունը նաև նրանում է, որ շատ պարային բեմադրություններ այլ ազգի եւս լինելու են բեմում։ Հետաքրքիր է սրանք ինչպեսի բեմադրություններ են, ովքեր են բեմադրիչները, ովքեր են ձեր կողքին արդեն գեղարվեստական մասով։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում մասնակցում են բազմաթիվ պարային անսամբլներ, այնտեղ ունենք բազմավոր պարեր, չինական պարերից սկսած, տարբեր այդպես մեր հայրենակիցներ են, ովքեր որ ներկայացնում են այլ ազգի նաև պարեր։ Գերակշռող մասը հայկական ժողովրդական եւ ազգային պարեր են, բայց նաև ունենք այլ ազգի ժողովրդական պարեր։ Այսինքն հրավիրվածները 300 ասացիք, չէ՞։ 400, ովքեր որ հրավիրված են դրսում գործող հայկական անսամբլներ են եւ հայկական եւ տեղական խմբեր եւ տեղական, բայց հետաքրքիրը նրանում է, որ ինչքան էլ որ վաղն է համերգը, մեծ փառատոնը որպես այդպեսին, այսօր հետաքրքիր իրադարձություն է տեղի ունենալու, պարային խմբերը շքերթ են անելու, այսինքն կուլմինացիան վերջանալու է Ծիծեռնակաբերդում։ Ասեմ, միշտ այդպես ենք արել, փառատոնից 1 օր առաջ, բայց այսօր եղանակային պայմաններով պայմանավորված երևի թե չկարողանանք անել, ցավոք, անձրևա։ Բայց դա ավանդույթ է ձեզ մոտ 7 տարի շարունակ, բայց կփորձենք ուրիշ բանով լրացնել, կոմպենսացնել։ Դե տեսնենք, միգուցե եղանակը եթե փոփոխվի, ակտուալ կլինի շքերթը իրականացնել, թե ոչ։ Իհարկե։ Մարինա, ձեզ համար որքանով է կարևոր նման փառատոնային երևույթը առհասարակ ռեալիզացնել այն էլ Հայաստանում եւ լինել մի մասնիկը իհարկե այդ ամենը։ Շատ կարևոր է, շատ, քանի որ արդեն երկար տարիներ է ապրում եմ դրսում, հա, միևնույն է իմ սիրտը եւ հոգին անընդհատ էստեղ է եւ այս հրավերն ու առաջարկը, որ նորից պիտի լինեմ աշխատեմ հայրենիքում, իհարկե շատ կարևոր է ինձ համար։ Կարևոր է նման փառատոնները, եւս մեկ անգամ կկրկնվեմ, նախ փորձի փոխանակման առումով, միմյանց հետ ծանոթանալու, իրենց դրսևորելու առումով եւ երկրորդը, որ նշվեց, արտասահմանում մեր հայկական խմբերը ներկայանալով, եւս մեկ անգամ աշխարհին ցույց են տալիս մեր արվեստը, մեր մշակույթը ու մեր ավանդույթները։ Դա շատ կարևոր է հատկապես վերջին տարիներին ու մեր օրերում, որ պիտի մենք այսպես ամուր պահենք մեր մշակույթն ու արվեստը։ Այո։ Ռոման, ինչպեսի մտքեր են մարզերում տեղափոխելու այս փառատոնը, կան աշխատանքներ, որ արդեն սկսել եք, թե սա ուղղակի մտքեր են, որոնք որ պետք է ռեալիզացնել։ Մտքեր են, մի քանի քայլեր արել ենք, այսպես ասեմ, հիմնականում բոլոր միջազգային փառատոները պարային, կենտրոնացված են Երևանում, ու հասկանում եմ, որ մարզերից երբեմն շատ դժվար է լինում գալ Երևան նման մեծ փառատոնի մասնակցել։ Հիմա փորձենք մենք գնանք մարզեր ու մարզի շրջակայքում ինչքան որ հնարավոր է, ինչքան որ մեր հնարավորությունները կներեն, հավաքենք մարզերում։ Ես ես մի անկեղծ բան ասեմ, նկատել եմ վերջին տարիներին լրիվ հակառակը, որ մարզերից շատ ակտիվ պատրաստական գալիս են, մասնակցում են անկախ հեռավորությունից, թեկուզ մարզերից մենք ունենում ենք նաև հյուրեր, ովքեր վաղ առավոտյան գալիս են, պատրաստական են ինչ-որ մի բանի մասնակցելու եւ իրենք էլ լինելու որևէ փառատոնի մրցույթի մեջ, այս բaragայում կարծում եմ շատ լավ փաստ է, երբ որ բոլոր մարզերի համախմբումը դուք ստանաք, ոչ թե որևէ օրինակ շատ երկի փառատոններ կազմակերպում են Գյումրիում, մեր հայրաքաղաքում եւ կենտրոնացնում ենք այնտեղ, մարդիկ գնում են երևանցիները, բայց մյուս մարզերի բնակիչները ցավոք չեն կարողանում գնալ։ Այսպես կարծում եմ շատ դժվար աշխատանք է ձեզ սպասում, ընտրել մի մարզ եւ համախմբել մյուս բոլոր մարզերի ներկայացուցիչներին։ Դե մտածել ենք, որ անենք ու հուսով եմ, որ կստացվի։ Ես շատ վստահ եմ, մենք էլ վստահ ենք, կարևորը գաղափարը
Հատկապես մեր հայրենակիցները արվեստասեր են, հատկապես մարզաբնակները մեծ սեր են տածում այս դեպքում պարի նկատմամբ, չնայած որ թատերասեր են, ընդհանրապես արվեստը մեզ մոտ, մեր ազգում ակտուալ է, այն տարածվում է, զարգանում է, մենք պետք է ազդակ ուղղակի լինի, որպեսզի այդ մոտիվը ել ավելի վառվի եւ շնորհակալ ենք ձեզ այս մեծ նախաձեռնության համար իսկապես, մեծ շարժ է, այո, եւ միջազգային կամուրջ է բարի տեսքով, այնպես որ մաղթում ենք ձեզ մեծ ուժ, եռանդ, զրո հիասթափություններ, որպեսզի 7-ը դառնա 8, 9 եւ մենք միշտ ունենանք հնարավորություն հանդիպելու մեր տաղավարում։ Արդեն տասնամյակներ է այստեղ հրավիրենք եւ նշենք։ Կան ավելացումներ, ում պետք է հրավիրենք, հատկապես ում համար է այս փառատոնը, Ռոման։ Փառատոնը ընդհանուր մեր ազգի համար է, նաև ուզում եմ, որ մենք ներկայանալի լինենք։ Ունենք շատ ավելի պարային խմբեր, անսամբլներ Հայաստանում, որ ճանաչված են երկար տարիներ իրենց անունը միշտ բարձր են պահում, փորձենք գտնել էլի պարային խմբեր, էլի ներկայանալի դարձնել, թե մեզ մոտ, թե դրսում։ Հայկ, կարող ենք ասել, որ այս փառատոնը կարող է դառնալ մոտիվ նոր պարային խմբերի ձևավորման համար այս դեպքում։ Կարծում եմ բնականաբար կարող է դառնալ եւ մարզերի մասով ցանկանամ հավելել մեծ ուրախությամբ եմ նշում, որ այս տարի ունենք խմբեր բոլոր մարզերից Հայաստանի Հանրապետության։ Սուպեր։ Դե մաղթում ենք հաջողություններ, վաղը թող ապացույցը եւ պատասխանը լինի ձեր այս ամիսների երկարատև քրտնաջան աշխատանքի։ Վստահ եմ, որ տեղի ունենալու հրաշալի։ Ես միանշանակ վստահ եմ, բայց իհարկե մասշտաբային փառատոն է, աշխատանքները պատկերացնում եմ, ինչ դժվար են եղել, լիարժեք պատկերացնում եմ, բայց իհարկե ձեզ մեծ ուժ, մեծ եռանդ։ Մուտքն ազատ է։ Ոչ։ Շատ լավ, ես ուզում եմ ասել, որ ամեն դեպքում հրաշալի է, որ մուտքն ազատ չէ։ Մուտքը ազատ չէ, որովհետև մենք ամեն ինչ անում ենք մեր ուժերով։ Դուք էլ արեք ձեր հնարավորության չափով, սիրելի հեռուստադիտողներ։ Այո, պետք է գնահատել արտիստների աշխատանքը ամեն դեպքում, որովհետև նրանք կորցնում են իրենց քունը, գիշերը, հանգիստը, որպեսզի դուք վայելեք այն ներկայացումները, ելույթները, համարները, համերգները, որոնք որ, այո, վճարում եք եւ վճարում եք ոչ շատ թանկ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, միայն դրական էներգիա ու շատ ժպիտներով լի օր։ Այս պահին կարճատև գովազդային դադարը, սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, ներկայացնենք արդեն շատերին հարազատ դարձած մեր գործընկերոջը Գուցեյեմին, որը բազմաթիվ ընկերությունների եւ ընտանիքների անբաժան մասն է դարձել իր լավագույն առաջարկներով։ Բացի այն, որ Գուցեյեմը բացառիկ հնարավորություն է ընձեռնել մեր հայրենակիցներին ձեռք բերել բոլորի կողմից շատ սիրված IKEA բրենդի ապրանքները, նաեւ արդեն կարող եք ձեռք բերել տնտեսական, կենցաղային եւ սպորտային ապրանքներ, որոնք ի դեպ շուկայական արժեքներից անհամեմատ ցածր են։ Գուցեյեմը աչքի է ընկնում նաեւ հաճախորդների հետ ունեցած անմիջական կապով եւ սպասարկման որակով։ Նախքան գնումներ կատարել, ուղղակի գրեք կամ զանգահարեք եւ կստանաք տվյալ ապրանքի վերաբերյալ մանրամասն եւ սպառիչ պատասխաններ։ Չմոռանանք նաեւ նշել, որ ամեն շաբաթ առաջարկի բաժնից թվող 10 ապրանք, որոնք այս պահին ձեր էկրաններին են, կարող եք ձեռք բերել ինքնարժեքով։ Գուցեյեմ on-line հիպերմարկետը։ Այսօր մեր եթերը շատ մշակութային, արվեստով լի, արվեստի շունչ կա այստեղ մեր տաղավարում։ Արվեստատենչ եթեր ստացվեց, արվեստան ներկայացնելու։ Եվ այո, շատ ուրախ ենք դրա համար, եւ այսպես հերթական մշակութային թեման այս տարի լրանում է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 75-ամյակը։ Հոբելյանական տարին լինելու է բեղուն, հագեցած մշակութային միջոցառումներով եւ համերգաշարերով։ Ու հետաքրքիր իրադարձություններով իհարկե դպրոցի բազմամյա գործունեության ուրույն դիմագծի լավագույն ավանդույթների ու ձեռքբերումների մասին կզրուցենք մեր հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում են։ Եվ այսպես տաղավարում են Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց ՀՕԱԿ-ի տնօրեն Անահիտ Գևորգյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Հանրապետության լավագույն թավջութակի ուսուցչուհի Գայանե Ռաֆայելյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Թավջութակահար, բազմաթիվ միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր, Երևան պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Վլադիմիր Սպիվակովի մրցույթ փառատոնի դափնեկիր Վահե Դանիելյանը,
բարի առավոտ։ Բարի լույս։ Եվ ջութակահար, բազմաթիվ միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր, Երևան պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի անդամ, երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի անդամ Վահե Գյուլբարյանը։ Բարի լույս։ Բարի լույս, Տիտրոսաշատ հյուրեր ունենք այս պահին, որոնց համար ուրախ ենք, շնորհակալ ենք ձեր առավոտը մեզ հետ սկսելու համար։ Մենք խոսում ենք, որ Արմեն Տիգրանյան կրթօջախը արդեն 75 ամյակն է բոլորում, սա հոբելյանական տարի է, հետաքրքիր է ինչպիսի անցուդարձ եւ իրադարձություններ են հոբելյանական տարվան ընթառաջ սպասվում եւ տեղի ունենալու դպրոցում։ Փոքր տարվան որպես ամփոփում։ Ես ուզում եմ անպայման նշել, որ Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը իր կարևորագույն, իր ուրույն տեղն ունի եւ հանրապետության եւ մեր մայրաքաղաքի մշակութային գործունեության մեջ եւ այդ 75 տարիների ընթացքում տվել է բազմահազար շրջանավարտներ, ովքեր շատերը այսօր մեծ երաժիշտներ են դարձել եւ մեր հանրապետությունում եւ աշխարհի տարբեր երկրներում, տարբեր նվագախմբերում բարձր են պահում մեր դպրոցի պատիվը եւ շատ ուրախ եմ, որ դպրոցը նաեւ շարունակում է լավագույն ավանդույթները եւ իր առաքելությունն է շարունակում ավելի զարգացնելով եւ ներկայիս սերունդը, ովքեր մեզ հետ են, մենք շատ տաղանդավոր աշակերտներ ունենք, հնարավորություն չկար բոլորին բերելու, բայց մեր վահեները իրենց այս տարիքում դպրոցի այդ անցուդարձի շնորհիվ, իրենց լավագույն տաղանդավոր դասատուների շնորհիվ այնպիսի մեծ թռիչքներ են ունենում, այնպիսի հաջողությունների են հասել, որ մենք դեռ շատ հպարտանալու առիթներ կունենանք, որովհետև նրանք համոզված եմ միջազգային բեմերում դեռ շատ կհնչեցնեն եւ Հայաստանի եւ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դերը։ Սա կարծես ոգեկոչում լիներ, որովհետեւ չեք պատկերացնի ինչքան ենք ոգեշնչվում, ոգևորվում, որ այսպեսի հրաշալի ոսկյա երիտասարդություն գալիք սերունդ կա, այո, որոնք դեռ պատմելու են Հայաստանի մասին, մշակույթի տեսքով այս դեպքում երաժշտության, բայց վերադառնալով հոբելյանական տարվան, գիտենք, որ նախ հունիսի 6-ին համերգներ են տեղի սպասվում, բայց մինչև այդ ինչ համերգներ է կազմակերպվելու դպրոցում, արդեն ինչ է սպասվում համերգների տեսքով։ Ես մի քանիսի մասին խոսեմ եւ կարեւոր համերգ ունենք եւ Գայանե Ռաֆայելյանը կներկայացնի։ Մենք մեկնարկը տվեցինք փետրվարի 15-ից, որտեղ հավաքվել էին մեր մեծ նպատակներ, տարբեր սերունդների տիգրանյանցիներ եւ մենք բոլորս միասին որոշեցինք, որ ամբողջ տարին պետք է այնպիսի համերգային գործունեություն ծավալենք, որ երբեք չմոռանանք եւ արդեն համերգաշարերը մի քանի համերգներով հագեցած է եղել 2 օր առաջ հայ դասականների Հայ ու Հայաստան խորագրով համերգներ նվիրված մեր դպրոցին մենակատարների համերգներ շատ ունեցանք եւ հունիսի 6-ին տեղի կունենա Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում մեր հաշվետու համերգը ներկան եւ ապագան խորագրով, որտեղ մենք կներկայացնենք մեր լավագույն տաղանդավոր ներկայիս աշակերտներին եւ ապրիլի 30-ին շատ կարեւոր համերգ է սպասվում Գայանե Վարազդատովնան կուզեմ ներկայացնի այդ համերգը, որտեղ շատ կարեւոր առաքելություն ունի դպրոցի կյանքում։ Այո, խնդրենք Գայանե Վարազդատովնա, ինչ է սպասվում, ինչպեսի համերգ է։ Ասեմ ձեզ դիմացի համերգը 30-ին մոտակա համերգը, դա ապրիլյան թեմաներով, ինչպես գիտեք, ի հիշատակ եւ ի արարում, այսպես ասած, որովհետեւ հիշատակը մի այլ բան է, բայց եթե այդ ամեն ինչի գումարվում է նաև արարման խորհուրդը, սա արդեն դա ազգի առաջընթացն է ցույց տալիս մեր երեխաների հնարավորությունները բացահայտելու նոր հնարավորություններ եւ ներկայացնելու հայ դասականների գործերը։ Վստահ եմ Կոմիտասը հիմնականում շեշտադրված է։ Ասեմ ձեզ, եթե հետաքրքիր է Կոմիտաս, Եկմալյան, Տերտերյան, Մանսուրյան, Ստեփան Նաղձյան, Արտեմի Այվազյան եւ այդ շատ հետաքրքիր ընտրանի պետք է լինի, մեր երեխաները պետք է ներկայացնեն հուսով եմ ձեզ էլ հրավիրում եմ շատ սիրով ձեզ ուրեմն դաշնակահարին իմ աղջիկը պետք է լինի, բայց ոչ թե ներկայացնում եմ ձեզ որպես իմ աղջիկը Ջուլիետա Վարդանյանը, իդեպ որը նաև Տիգրանյան դպրոցի շրջանավարտն է
Եվ ինչի ենք մենք հիմա նաև այս փաստը նշում, որ լինելով Տիգրանյանի դպրոցի շրջանավարտ, հիմա իր միջոցով եւ իր դուետի միջոցով Արամ Թալալյանի հետ միասին իրենք ներկայացրել են 61 հայ կոմպոզիտորների գործերը 12 դիսկերով եւ այդ ձայնասկավառակները հիմա գտնվում են աշխարհի բոլոր ծայրերում, ուսումնական հաստատություններում, որտեղ ուսումնասիրվում է հայ դասական երաժշտությունը որպես ուսումնական ձեռնարկի մի մաս։ Այսինքն դա մեր հայ կոմպոզիտորների ներկայացնելու լավագույն հրաշալի առիթ է, այո, եւ միջոց։ Դա Տիգրանյանականների մասին մենք լսում ենք եւ դեռ լսելու ենք, դա փաստում է այն, որ դուք հանրապետության լավագույն թավջութակի ուսուցչուհին եք, այո, թավջութակի ուսուցչուհին եք։ Բայց Տիգրանյանները, այո, փաստում է եւ հենց խոսենք ձեր աշակերտի հետ, Վահեի հետ։ Այո, եթե խոսենք ձեր մրցանակներից, ձեր արդեն կատարած աշխատանքներից, եթերաժամը մեզ չի բավական այնպես որ ավելի լավ է խոսեք, տեսնենք թե ինչ է տալիս ձեզ դպրոցը, նաև հնարավոր է կյանքի դասեր է տալիս, որոնք ապագայում պետք են գալու։ Դպրոցը երաժշտի կյանքում շատ մեծ դեր է կատարում, այնտեղ դու ձեռք ես բերում նախնական գիտելիքներ, հմտություն եւ փորձ, բայց ամենակարևորը դա դասատունն է, իմ դեպքում Գայանե Վարաստատվնան, ով միշտ իմ կողքին է, միշտ օգնում է ինձ հաղթահարել դժվարությունները Եվ միշտ ուղղություն է ցույց տալիս։ Ես վստահ եմ, ինչպեսի երջանկություն, երբ աշակերտը այսքան տոգորված եւ սիրով լցված եւ այդ դասերը իսկապես ռեալիզացրած, բարձրաձայնում ու արձագանքում է։ Վահե, ինչ է ձեզ համար երաժշտությունը։ Այ երբ հասկացաք, որ պետք է անպայման լինեք երաժշտության մեջ, գնաք Արմեն Տիգրանյան դպրոց եւ վազեք երազանքի հետևից այս դեպքում։ Փոքր ժամանակվանից արդեն մայրիկս տեսել էր, որ ես լսելու մեծ ունակություն ունեմ, այդ պատճառով որոշեց, որ երաժշտական դպրոց պետք է հաճախեմ։ Գնալով ես Անահիտ Համլետովնայի հետ միասին որոշեցինք, որ պետք է ջութակի բաժինը ընտրեմ, նա ինձ ցույց տվեց իմ տարբեր գործիքներ, բայց ինձ դուր եկավ հենց ջութակը։ Այդպես Վահե, ունեք որևէ ֆավորիտ ստեղծագործություն ջութակի համար գրված։ Շատ են ստեղծագործություններ, չեմ կարող նշել դից։ Ամենասիրվածը հիմա կոնկրետ այս պահին նվագում եմ Մենդելսոնի ջութակի կոնցերտը, որը պետք է ներկայացնի վաղը Վիեննայի Բեթհովենի անվան կոնկուրսում։ Դուք այսօր մեկնում եք Վիեննա։ Չէ, երկրորդ փուլը Հայաստանում է, առաջին փուլը իրենք անցել են, երկրորդ փուլը այսօր եւ վաղը եւ հունիսի 22-ին տա Աստված համոզված եմ, որ եզրափակիչ կանցնի Վահեն եւ Վիեննայում կներկայացնի մեր դպրոցը։ Դա Աստված քեզ հետ, որովհետեւ տաղանդավոր այսքան անկեղծ եմ ասում, ես այսօր երկու բանից այնքան եմ երջանկացել, ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Առաջինը այս բույսերից, որ մենք նվեր ստացանք, եւ երկրորդը, որ տեսնում եմ այսքան փոքր ու այսքան տաղանդավոր, այսքան արդյունքների հասած ու դե ինչերի են հասնելու, այո։ Ես ուզում եմ, քանի որ մեր եթերաժամանակը խիտ է եւ չենք հասցնում շատ ու շատ կիսվել, բայց ես անպայման ուզում եմ հերոստատիտողին ասել, որ այս հոբելյանական տարվան ընթառաջ եւ արդեն որպես ամփոփիչ համերգ դեկտեմբերի 5-ին սպասվում է Արամ Խաչատրյան համերգասրահում Սերունդների խաչմերուկ խորագիրը կրող հրաշալի համերգ։ Այո, դա չենք կարող միանշանակ չանադառնալ սրան։ Երկու բառով ինչ է սպասվելու արդեն տարվա ընթացքում եւ ինչպիսի գործունեության ավարտ է տարվա վերջում սպասում դպրոցում արդեն։ Հենց Սերունդների խաչմերուկում այդ խորագիրը ընտրվեց նրա համար, որ մենք հնարավորություն ունենանք տարբեր տարիների սերունդներին մեկ բեմում, մեկտեղ ներկա սերունդի հետ ստեղծել տարբեր սիմֆոնիկ, փողային նվագախմբեր, ազգային նվագախումբ, պատկերացնում եք տարբեր տարիքի Տիգրանյանցիներ մեկ բեմում եւ հրաշալի համերգ է սպասվում, ստեղծել ենք վոկալ համույթ, երգչախմբեր տարբեր սերունդներից, համույթներ, թավջութակների, ջութակահարների, այն երաժիշտները, ովքեր հիմա նվագում են եւ ֆիլհարմոնիկ նվագախմբում, սիմֆոնիկ պետական մեր նվագախմբում, այդ երաժիշտները նույնիսկ դրսից են գալու տարբեր նվագախմբերում, Գերմանիայի, Մարսելի նվագախմբերի մեր երաժիշտները պետք է գան եւ միանան մեզ եւ մենք ներկայացնելու ենք հրաշալի համերգ։ Դպրոցը Հայաստանը, երաժշտությունը եւ այնպիսի երաժշտություն, որի հայի թեթև ձեռամբ կարող է հնչել ամենամեծ բեմերում
եւ ականջներին միջազգային Լսվելու է Երևանյան։ Շատ շնորհակալ ենք Արվեստի բաբախը սրտի։ Շնորհակալություն շատ Տիգրանյանականների մասին միայն այդպես կարող ենք արտահայտվել։ Շնորհակալություն բազում հաջողություններ ենք ձեզ մաղթում։ Երաժշտությունը այսպես լսելի եւ կարմիր գրիչով ընդգծում եք։ Տղաներ, ձեզ բազում հաջողություններ ապագայում։ Իսկ դպրոցին միայն ու միայն փառք եւ երկար գործունեություն։ Եվ շատ աշակերտներ։ Այո, Տիկին Ռաֆայելյան, ուզում ենք որպեսզի միշտ առողջ լինեք եւ մատուցեք ձեր տրված գիտելիքը գալիք սերնդի։ Ձեր աշակերտներին շնորհակալություն շատ։ Իսկ այժմ գովազդ մեր եթերում, որից հետո կվերկար։ Գովազդ չէ, մենք ժամանակն է, ուրա, այո, մենք տեղափոխվում ենք խոհանոց, այո, որտեղ որ նախաճաշը ունի իր վերջնական տեսքը։ Վստահ եմ, որոշումը շատ ճիշտ էր։ Մենք թողել ենք վերջին շտրիխները, որպեսզի միասին անենք։ Սա թե ամբողջովին պատրաստ է սաղմոնով, ինչպես նկատում եք, բոլորի միջոկում սաղմոնձուկն է, գրին ռոլը կալիֆոռնիան եւ մակաոն, մակաոյի վրա հիմա սոուսը ավելացնում ենք։ Գնդիկները։ Եվ արդեն գնդիկները կարող ենք ավելացնել։ Ես արեցի։ Վերջնական տեսքը այսպես է։ Եվ գրին ռոլի վրա սոուսը, այո։ Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն, որ օրը սկսեցիք մեզ հետ։ Անդրանիկ, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Ամեն ուրբաթ Անդրանիկ Բաղդասարյանը մեզ հետ պատրաստում է շատ համեղ սուշիներ, իսկ նրանք, ովքեր այս պահին մեզ դիտում են, կարող են պարզապես 060 50 50 56 հեռախոսահամարով զանգահարել եւ ունենալ սուշիները, որը մեր սեղանին է կամ ձեր նախընտրածը։ Կհանդիպենք մյուս ուրբաթ Անդրանիկի հետ։ Լավ հանգստյան օրեր ենք մաղթում ձեզ։ Իսկ ես ձեզ հետ կհանդիպեմ երկուշաբթի։ Հաջողություն։ Շնորհակալություն սիրելի ընկերներ, գործընկերներ, մեզ համեղ օրվա սկիզբ շնորհելու համար։ Երևանում եւ ընդհանրապես հանրապետությունում մշակութային անցուդարձը շատ ակտուալ է, ունենք տաղանդավորագույն մարդիկ մեր կողքին, ովքեր արարում եւ ստեղծագործում են ձեզ համար, սիրելի արվեստասեր մարդիկ, հայրենակիցներ, հեռուստադիտողներ, ձեզ լավ օրվա շարունակություն, մի վախեցեք գարնանային անձրևներից, որովհետև դրանք առատ ջրում են, որպեսզի ծառի հովին, եթե չկտրեն, ավելի լավ նստենք։ Շնորհակալություն, կհանդիպենք յուրաքանչյուր աշխատանքային օր։ Հաջողություն։